Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եռօրյա այցով եղել է Պարսից ծոցի երկրներում։ Նա հանդիպումներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում եւ Բահրեյնում, փորձելով փարատել տարածաշրջանային դաշնակիցների մտահոգությունները Իրանի հետ հնարավոր համաձայնության շուրջ։ Պարսից ծոցի երկրները մտահոգված են, որ Թեհրանի հետ չափազանց մեղմ պայմաններով գործարքը կարող է ուժեղացնել Իրանի դիրքերը եւ փոխել տարածաշրջանի անվտանգության հավասարակշռությունը։ Ռուբիոն սակայն վստահեցրել է, Վաշինգտոնը համաձայնություն չի կնքի դաշնակիցների անվտանգության հաշվին։ Մենք չենք անելու որևէ բան, որը կխաթարի տարածաշրջանում մեր վաղեմի դաշնակիցների անվտանգությունը։ Մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն, բայց դա չի կարող լինել համաձայնություն ցանկացած գնով։ Մեզ պետք է իրական ստուգելի եւ պահպանվող գործարք։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է Շվեյցարիայում։ Տեխնիկական մակարդակով քննարկվելու են Իրանի միջուկային ծրագիրը, պատժամիջոցների հնարավոր փոփոխությունները, վերահսկողության մեխանիզմները եւ Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովումը։ Հենց Հորմուզի նեղուցն է մնում ամենազգայուն կետերից մեկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին վստահեցրել է չի պատրաստվում վճարներ կամ տուրքեր սահմանել նեղուցով անցնող նավերի համար։ Իրանն ասել է, որ մեզ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարներ չեն սահմանվում։ Եթե պարզվի, որ դա ճիշտ չէ, բանակցությունները կավարտվեն անմիջապես, դա արմատապես կփոխի ամբողջ իրավիճակը։ Սակայն Վաշինգտոնի եւ Թեհրանի հայտարարությունները ոչ բոլոր հարցերում են համընկնում։ Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է երկարաժամկետ միջազգային միջուկային տեսչական ստուգումներին։ Թեհրանն իր հերթին հերքում է, որ նման պարտավորություն է ստանձնել։ Իրանի իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։ Միևնույն ժամանակ վերջնական համաձայնություն դեռ չկա հարստացված ուրանի պաշարների, հրթիռային ծրագրերի եւ միջազգային վերահսկողության մեխանիզմների շուրջ։ Տարածաշրջանային իրավիճակի վրա ազդեցություն ունի նաև Իսրայելի դիրքորոշումը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկին հայտարարել է, որ Թեհրանը չպետք է հնարավորություն ստանա միջուկային զենք ձեռք բերելու։ Ես իմ չափահաս կյանքի մեծ մասը նվիրել եմ նրան, որ կանխեմ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Ես պատրաստ չէի թույլ տալ, որ հրեական պատմության հազարամյակների շղթան կտրվի այն պատճառով, որ Իրանի ղեկավարությունը միջուկային զենք ունենա։ Հորմուզի նեղուցում նավարկությունը շարունակվում է, բայց իրավիճակը դեռ լիարժեք կայունացված չէ։ Միջազգային ծովային կազմակերպության աջակցությամբ սկսվել է նեղուցում մնացած նավերի դուրսբերման գործընթացը։ Նավերի տեղաշարժն ավելացել է, սակայն դեռ զգալիորեն զիջում է նախաճգնաժամային մակարդակին։ Բեռնափոխադրող ընկերությունները շարունակում են գործել զգուշավոր ռեժիմով, իսկ ապահովագրական ծախսերը մնում են բարձր։ Վաշինգտոնում էլ Իրանի հարցով քաղաքական քննարկումները չեն դադարում։ Կոնգրեսում բանավեճերը վերաբերում են նախագահի ռազմական լիազորություններին եւ Իրանի դեմ ռազմական գործողություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությանը։ Սենատում մեկ բանաձևով օրենսդիրներն աջակցել են ռազմական գործողությունների դադարեցման կոչին, սակայն հաջորդ օրը նմանատիպ նախաձեռնությունը մերժվել է։ Կողմերի միջև չպարզաբանված հարցերից մեկն էլ մնում է փետրվարի 28-ին Իրանի Մինաբ քաղաքում օրիորդաց դպրոցի հրթիռակոծությունը, որի հետևանքով զոհվել էին ավելի քան 175 աշակերտ եւ ուսուցիչ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ հնարավոր է երբեք լիովին չպարզվի, թե ով է պատասխանատու այդ հարվածի համար։ Reuters-ի հաղորդմամբ ամերիկյան ռազմական քննիչները չեն բացառել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերի հնարավոր պատասխանատվությունը, սակայն Պենտագոնը վերջնական եզրակացություն դեռ չի հրապարակել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։